պարոն Փամբուկչյան, այս երկակի ստանդարտները չեմ կարողանում հասկանալ։ Այդ ոնց ալնում, որ մեկին կարելի է, մեկին չի կարելի խոսել թեմայի վերաբերյալ կամ չթեմայի վերաբերյալ ու քննիչ չէ քննող, ինչպես որ պարոն Գալջյանն էր ասում, ես կարծում եմ քննիչ, քննող, հսկիչ, ինչքան էլ անունը փոխենք, մեկը այդ հանձնաժողովի տրամաբանությունը չի փոխվելու։ Հիմա ինչ վերաբերվում է բերված նախագծին, տեսեք, դուք անընդհատ ասում եք, որ մենք դեմ ենք կամ մենք կողմ չենք կամ չգիտեմ, մենք չենք ուզում այս նախագիծը, ժողովուրդ 7 տարի է իշխանության եք։ Դուք պետք է հետ վերածելնեիք արդեն։ Եթե ինչ-որ մեկը գողացել է մեր երեխաներից, կարծում եմ պետք է արդեն դատվածելներ։ Թե չէ, եթե մենք մտածում ենք ձեր լոգիկայով ու դուք մեղադրում եք օրինակ ինձ կամ մեզ մանկապարտեզներ օտարելու մեջ կամ սեփականաշնորհելու մեջ, այդ նույն արտահայտությունը կլինի, որ ասեմ դուք սպանել եք Քենեդուն, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Այն մանկապարտեզները, որ օրինակ օտարվել են 98 թվականին, մենք այդ մանկապարտեզները մեկը հաճախում էր, մեկը արդեն դպրոց էր հաճախում եւ այլն եւ այլն։ Եթե դա PR չի, եթե դա պոպուլիստական ակցիա չի, այդ դեպքում իմաստը դրա, ինչու է կայանում, որ կաննել ասել էս մարդիկ օտարել են մանկապարտեզները, մեր երեխաները չեն գնացել, դատեք, դատեիք, պարզեիք։ Դուք հիմա ինչ, այսինքն ուզում եք ասեք, որ քննչականը աշխատել չգիտի, մենք հեսա քննող հանձնաժողով կսարքենք, իրաց աշխատել կսովորացնենք, այդ ձեր իշխանությունն է, ստիպեք թող աշխատեն։ Թե ինչ որ ընդդիմադիր մարդկանց բռնելու համար խելքները ձերը չի, քննիչները ամեն օր դրանով են զբաղված, որ տենան ով է մի քիչ ընդդիմադիր խոսում, գնան ձերբակալեն կամ կալանավորեն կամ չգիտեմ ինչ։ Կամ օրինակ քննիչները չեն կարողանում այսքան ժամանակ պարզել, թե մեր խմբակցության Գևորգ Ստեփանյանի մեքենան ով է պատվերը տվել, որ այրեն, ինչու են այրել։ Հենց խնդիրն է դրանում, որ դուք ընդամենը միայն պոպուլիստական խոսակցություններ ա ձերը, պոպուլիստական նախագիծ։ Ասում եք, չգիտեմ, եկեղեցին եւ այլն 10 տարի է մեզ PR անում։ Ախր դրանից ավել սուտ, ու հետո էլ ասում եք չթիրախավորում եք, դա սուտ է, որովհետև Մայր Հայաստան խմբակցությունը ձևավորվել է 2023 թվականին, շարժումն էլ, իսկ դուք 10 տարվա ինչ-որ մարդկանց, եթե իհարկե մեղքեր են գործել, չգիտեմ ինչեր են արել, փորձում եք վերագրել մեզ, որը մեր հետ ընդհանրապես կապ չունի, ու դուք էլ հասկանում եք, որ ձեր քաղաքական վախճանը եկել է ձեր միակ տարբերակը մեզ թիրախավորելու, ինչ-որ մարդկանց հետ կապելն է, որտև հասկանում եք, որ մենք հստակ ու ճիշտ հարցեր ենք բարձրացնում, տեսնում եք, որ ցանկացած քաղաքացու դիմումով, խնդրանքով, բողոքով քաղաքացիների մոտ կանգնած ենք 24/7 ռեժիմով, որովհետև ձեր մոտ չի ստացվում այդ ամեն ինչը անել, որտև դուք այլ եւ այլ գործերով եք զբաղված։ Լիլիան Արմին $2.5 միլիոն տենդեր եք տալիս, որը սկի մի հատ մանկապարտեզ նորմալ չի կարողացել վերանորոգի։ Տրոլեյբուսների պարկ են վերանորոգելը վստահում։ Որովհետև դուք, պարոն Փամբուկչյան, որ արդեն տարել եք շինարարության այսպես ասած կուրատորը, տեղհսկողության տենդերները իրականանում են շինարարությունից հետո, բայց դրա մասին արդեն ազատ ելույթում կխոսեմ, էլի։ Նախագծի վերաբերյալ սա ընդամենը մեր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, որ պատասխանել է, շատ ճիշտ է ասել, սա ընդամենը շոու է։